Նորմալ է խաբարում, գործունեական կան առավոտանից, որ ինչպես կարելի է մուտքը փակել միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այցելում է։ Դու ազնվորում եք փաստում։ Կառավարությունը որ այցելում է, պետք է արարողակարգ գոյություն եւ պետք է արվի։ Պրոստը այս անգամ օրա փոխվել, ժամը փոխվել, որ շատերից տեղյակ չենք եղել, որ փոխվել է։ Ժամանակին Փաշինյանը հանգիստ դրսում լինի եւ քաղաքացիներն էլ այցելեն։ Չի լինում այդպես օրակարգային հարցեր կա, մենակ Փաշինյանը չի, կառավարությունն, ազգային ժողովն, դիվանագիտական ներկայացումներն են Հայաստանի։ Եթե կա պետական ինչ որ կարգ, այդ կարգը պետք է պահել։ Պարզապես այս տարի առաջին անգամ երևի տեղից է փակ։ Ու ժամն է փոխվել։ Վերջին տարիներին միշտ այդպես փակվում է եւ մեր Վերջի միշտ է փակվել, վերջի տարիներին չէ, միշտ փակվել է, պրոստը ժամը 11-ին է փակվել։ Ու փակվել է այն վերևից։ Միշտ է փակվել 60 որ թվից է, այս ամեն ինչը որ կա 65 թվից փակվել է։ Երբ որ արարողակարգ կա, փակվել է։ Շուկամետների զեկուցեք իրավիճակը բարձրանալու է, լավելու է։ իրավիճակի հետ կապված ինչ կարող եք ասել, Ով բարձրացնում։ Դե ուզում եք հերմեկտոց լինի։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության հարց պետք է չլինի ընդհանրապես։ Ցեղասպանություն դա իրականություն է, դա չի կարելի դնել առևտրի։ Երբ որ պետության արտաքին քաղաքականության մեջ կա որևէ հարց, այդ հարցը առևտրի ենթակա հարց է։ Իսկ ցեղասպանությունը երբեք առևտրի ենթակա հարց չի կարող լինել։ Բայց անկախության նորշակագրով սահմանված է, որ մենք պետք է լինենք պահանջատները ցեղասպանության, պետք է պայքարենք ճանաչման համար։ Ես հիմա ասացի ինչ է նշանակում դրածը, հետո ինչ որ դրածը։ Դրանք չի Շատ բան։ Դրածը, հա, դրածը, դրածը։ Ինչ հետո ինչ որ դրածը։ անկախության նորշակագիրը հիմա Ես էլ ձեզ ասում հստակ ոնց է ընդունված միջազգային պրակտիկան։ Եթե դու քո արտաքին հարաբերությունների օրակարգում ունես հարց, ուրեմն պատրաստ ես այդ հարցը վաճառել ինչ որ բանի դիմաց։ Ցեղասպանության հարցը վաճառքի ենթակա չի ու չպետք է լինի օրակարգում։ Բայց մեր փոխարենով պիտի այդ ճանաչման գործընթացին նպաստի, մեր փոխարենով պիտի դրա առաջամարտիկը լինի, դա էլ է, չէ՞, արտաքին քաղաքականության մաս պիտի լինի։ Հերցին ոչ, դա չպետք է, նորից եմ կրկնում։ Դուք պատրաստ եք բանը ցեղասպանությանը վաճառել ինչ որ հարցի շուրջ։ Դիվանագիտությունը ներողություն, դիվանագիտությունը դա վաճառք է։ Իհարկե։ Դիվանագիտությունը վաճառք է։ Դա դիվանագիտությունը դա առևտուր է, ժողովուրդ։ Հարց ես դնում, որի պատրաստ ես փող զիջում գնալ կամ չգնալ, չէ՞։ Կամ ինչ որ եթե այդ հարցը կա, ուրեմն այդ հարցը ենթակա է քննարկման։ Ցեղասպանության հարցը երբևէ չպետք է լինի քննարկման առաջ։ Պատմական արդարությունը, իսկ պատմական արդարությունը։ Մասին ենք խոսում, մենք դիվանագիտության մասին ենք խոսում։ Պետությունը ո՞նց կարող է անցյալ էջը փակել անցնել առաջ։ Ո՞նց կարող է իր ժողովրդի էջը փակել անցնել առաջ։ Ինչի ուզում առևտրի առարկա դարձնել։ Առևտրի առարկա մի վարքյան դիվանագիտությունը դիվանագիտությունը ներողություն հարցը չի եղել Քոչարյան Ռոբիկը չի եղել միջև այդ պետական մեր արտաքին հարաբերությունների հարց ցեղասպանությունը չի եղել Ռոբիկի ժամանակ մցվել է չգիտեմ ինչ բաներից ելնելով Դե չեմ սխալվում, մի անգամ էլ ասել եմ, ես չգիտեմ այդ ցեղասպանությունը ինչա, բայց Սփյուռքին պետք է։ Այսինքն դուք համարում եք, որ առասարակ պետք է չխոսվի ցեղասպանության մասին։ Ով ասում չխոսվի, ժողովուրդ ասում արտաքին հարաբերությունների մեջ պունկտ որպես չպետք է լինի։ Այդ արտաքին քաղաքականության մաս չպետք է լինի դա ասում եմ։ Թվականին Ծիծեռնակաբերդ է կառուցել։ Հիմա ո՞նց եղավ որ Ռոբերտ Քոչարյանն մտցրել արտաքին քաղաքականության օրակարգ։ 65 թվականին մցվել է օրակարգ արտաքին քաղաքականության։ Ծիծեռնակաբերդը Չի եղել, մի հատ գնացեք օրակարգերը կարդացեք էլի։ Ասենք չկարդացեք, ժողովուրդ չի կարելի տենց պրիմիտիվ բան անել։ Գնացեք կրթվեք, նոր եկեք խոսացեք էլի, ասեք 65 թվին կարող բոլորը անկիրթ են Փաշինյանն ու իր կառավարության անդամները կամ իր նախկին աշխատակիցներն են կիրթ։ Միջև հիմա կա, չէ՞, կարաբանում արտաքին քաղաքականության պունկտ որպես։ Ես ասում սխալը չպետք է լինի դա։ Պետք է ժամանակին հանել, որովհետև չի կարելի ցեղասպանությունը դարձնել առևտրի առարկա։ Պահանջատիրություն է եւ առևտուր։ Դրան էլ ձեր ինչին պահանջատիրություն։ Բայց դուք ինչու եք դիվանագիտությունը առևտուր համարում, ասում եք։ Որտեղ է սա ձևը, որ գնացեք կարդացեք ինչա դիվանագիտությունը։ Բոլոր տեղերը գրած է։ Դիվանագիտությունը, երբ որ արտաքին քաղաքականության մեջ մտցնում ես ինչ որ պունկտ,
այդ պունկտը պատրաստ ես սակարկել։ Պունկտի վերաբերյալ պատրաստ ես քննարկել ինչ որ հարց։ Հիմա Արցախի հարցը էլ է առևտրի հարցը, եթե բանակ։ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության ինչ իհարկե առևտրի հարց է։ Բա ինչ է։ Բա փող զիջումներ ինչ առևտուր չի։ Եթե փող զիջում Դիքում առևտրի Բա ինչ- վճարում ես մի բան գնելու համար։ Դա է առևտուր։ Արևդրուտը շատ պրիմիտիվ եք մտածում։ Ուրեմն երբ որ փող չկար, պատմությունը որ նայեք, երբ որ փող չկար, մարդիկ ինչ որ բան տալիս են, ինչ որ բան վերցնում էին։ Դա էլ էր առևտուր։ Ինչ պարտադիր է փողը լինի։ Ասենք չի կարելի այդքան պրիմիտիվ ֆրը։ Դիքում համարում եք առևտուր։ Ցանկացած բան, որը քննարկման ենթակա դա առևտուր է։ Հայրենիքի Ինչ որ կա այդ եմ ասում։ Ինչ հայրենիքի համար կռիվ։ Ինչ եք խոսում։ խելացից եւ ոչ Ինչ եք խոսում։ Ես կռվից խոսացի։ Արցախից խոսեցի։ Ով է խոսել Արցախից։ Արցախից հարց տվեցին, ասիկ առևտրի առարկա էր Արցախը։ Արցախի հարցը եղել է քննարկման առարկա, որը ինքը իրանով առևտուր է։ Ես քեզ ես եմ տալի, դու ինձ ես տալիս։ Արցախը մեր հայրենիքն է, մենք մեր հայրենիքի համար կռիվ ենք տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Ռիփսիմե չեք ուզում ընկալեք ինչ եմ ասում։ Երբ որ ինչ որ բան քննարկվում է, դա առևտուր է արդեն։ Փող զիջումը ինչ է։ Վերացնել հայրենիքի պաշտպանության հարցը։ Ինչ պաշտպանության հարց։ Ինչ մանրացնել։ Մեր տղեկ գլուզողում են, չէ՞, ասում ես առևտուր։ Տղեկի մասին ենք խոսում մենք։ Տղեկի մենք խոսում ենք, որ մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ դուք ինչ եք առաջարկում։ Մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Եթե խոսում ենք դիվանագիտության մասին, խոսում ենք այդ բանը։ Բայց երբ որ այս ցեղասպանությունն էլ ուրանանք, հարցը փակենք դնենք։ Ով ասում ուրանանք։ Ով ասում ուրանանք։ Ասում մի արեք առևտրի, առարկա մի սարքեք, մի դրեք Թուրքիայի հետ, մի մցրեք, ասեք Թուրքիային, ասեք, չէ, այ նորից եմ Ինչ անենք։ Դուք ինչ եք առաջարկում, ո՞րն է լուծումը։ Լուծումը ես չգիտեմ, ես լուծում առաջարկող չեմ։ Ես անասնաբուժ եմ, մասնագիտությամբ։ Կարծում շատ լավ գիտեք բոլորը։ Բանն էլ մեր օրն է։ Հիմա հարցը հետևյալն է։ Երբ որ կա ցեղասպանություն, որը անբեկանելի, անհերքելի իրականություն է, չի կարելի դա դարձնել սակարկման ենթակա, որովհետև դու երբ որ սարքում ես սակարկման առարկա, Թուրքիան ասում է արի հանձնաժողով ստեղծենք պատմաբաններ, տեսնենք իրականում եղել է թե չէ։ Իսկ դու չպետք է գնաս դրան։ Ոչ հանձնաժողով պետք է ստեղծես, ոչ էլ Թուրքիային թույլ տաս ինչ որ ձևի միջամտի այդ հարցին։ Ցեղասպանությունը իրականությունն է, ցեղասպանությունով զբաղվում են մարդիկ, կան կառույցներ, որոնք զբաղվում են պետական արտաքին քաղաքականության մեջ չպետք է լինի ցեղասպանության հարցը։ Այդ եմ ասում։ Լեկի Վագնի Ալեքսանյանին է խեղճի ասա որ հայ զինվորից դիքա տախելա